Ողջույն, Կորզարար Ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենատարածքների հետ հայրենատարածության մասին։ Այսօրվա մեր հյուրն է Ժան Մելքիսեթյան, ողջույն Ժան ջան։ Ողջույն Դիրան։ Դուք եկել եք Սիրիայից։ Այո, Հալեբից։ Մեզ ասեք երբ եք եկել ու ինչի համար եք հայրենատարածք։ Մերսի շատ հրավերի համար առաջի հերթին Դիրան։ Ես Հալեբեն եմ, եկած եմ 2014 դեկտեմբերին։ Ես դեղափոխված եմ եղբորս եւ հորաքորոջս հետ, եղբայրս եւ ես մենք երկվորյակ ենք, զույգ ենք, հորքուրիս հետ դեղափոխված ենք, որովհետեւ հորքուրը ավարտած էր մանկավարժական Հայաստանի Երևանից, ինքը մեզ ավելի օգտակար գտարներ, մեր առաջին քալն էր 2014 դեկտեմբերին։ 14-ին առաջ չեք եկած։ Չէ, եկած։ Մեկ անգամից եկանք, այո։ Շատ քիչեր են այս։ Այո։ Այդ որոշումին հասանք իհարկե գիտնալով բادرազմներ, այդտեղ ես եւ եղբայրս արդեն գիտությունների ֆակուլտետում էինք սովորում, երկու կուրս հասցրեցինք սովորել, մեկս չէ, Սիրիայում Հալեբում, մեկս քիմիա, մյուսս ֆիզիկս, բայց արդեն բادرազմի ավելի ուժեղանալու պատճառով մտածեցինք դեղափոխվել եւ արդեն ապրել Երևանում վերջավորության մեր այրենիքն է Սաղահայեն ավելի հարմար է որոշեցինք հորքուրի հետ գալ ոնց ասեցի որովհետեւ հորքուրը մեզ գրնա օգտակար դառնալ իթեպ արդեն շատ ընկերներ ունեինք ոս մենք որ եկանք at թիվերուն այո հայրենատարածը 2013-2014-15 թվականի քրեթե հայրենատարածները շատ էին մանավանդ Սիրիայեն եւ նամանավանդ ավելի Հալեբեն դե իրենք որ արդեն եկան մենք երբ եկանք մեզ հյուրեր ընդունեցին մեզի ավելի սրդի մոդիկ էր զանոթ ընկերներ ունեինք շատ ավելի թյուրությամբ ընդելացանք կյանքին ոստեղը դեղերը ծևերը օրենքները շատ հարց կա հիմա որ գուքաս նոր պիտի քրանցվից մենք դեռ չէինք գիտեր պիտի համալսարան երթանք ինչպես պիտի երթանք պետք է փոխենք մեր ջուրը իդեպ փոխեցինք վերջավորության ես էլ եղբայրս էլ սովորել ենք դեղեկատվական տեխնոլոգիաներ եվրոպական համալսարանում ավարտեցինք, բայց մինչև արդեն համալսարանի ավարտելը համալսարանի հետ միասնապար արդեն աշխատում էինք երկուսս էլ արդեն երրորդ կուրսից ես ավելի ֆինանսական շուկայի հետ կապված ավելի խորացա կորձը այդ լավ առաջարկ եղավ եւ դրանով շարունակեցի եղբայրս էլ ավելի networking-ի մեջ network engineering տեխնոլոգիայի մեջ այո ու դուք առաջին քայլերը ճիշտ է որ շատ ճիշտ է որ մարդ եթե եղավ ստեղ ու օգտակար դարձավ ու ծեր հարցերին պատասխաններ տվեց շատ ավելի հեշտանալու է ու դրա համար այսօր 2026-ին ով գկա ստեղ եթե ընկեր բարեկամ ունի գարույցներ կան այո repeat Armenia մենք կնամ մեզ զանգել մեզ գրել մենք օգնենք ով ուզում է մեր հաղորդման մեջ տարբեր բնակավարի մարդիկ կան բոլորն էլ պատրաստ են եթե դրսից եկող կա ու հարցեր ունի որ չի կարողանում պատասխան գտնել Այդ ինչ որ ինքը մի քանի ամսվա մեջ միտնե գարա մեկ շաբաթվա մեջ ունի եթե խորհուրդներ վերցնի դարբեր հայրենատարածքներից Համաձայն եմ արդեն ես կհետևիմ YouTube-յան ալիքին եւ բավական ինտերվյուներ դեսա արտազրույցներ իրավ բավական դարբեր դեսագի ասպարեզներ դարբեր դեսագի ջուղեր մարտիկ եք հյուրընկալել որ հաստատ կօգտվեն մանավանդ ռիպետը որ նշեցիք դե Facebook-յան էջա այդ Facebook-յան էջում արդեն ամեն ինչը գա եւ ես էլ երբեմն գտեսնեմ մարտիկ հարցում գքրեն ով որ գուզե հայրենատարած դառնագսե այսինքն ես դուն եմ ուզում ոնց որ բյուջենա նշում չափսնա նշում եւ իրան օգնում են նույնիսկ կորձով եթե իհարկե կորձը թերաբելի բայց կորձի եթե գարաս իրենց ասես որ ամենակարևորն որոշ չափով օգտակար դառնան խորհուրդներ դառնան որ ուր գնաս իրդ ներգացնես նաեւ իրենք կարող են նույնիսկ բժիշկներով անուններ դալ որոնք ավելի ենթադրենք գիտեն որ ընդհանրենք հայրենատարած բժիշկներ կան ով ադամնապուժ ով ապան որ ավելի հեշտանա կորձը այս հենց բժշկության հետ կապված օրինակը արդեն մեր վրա էր երբ իմ բաբան եկավ Հայաստան ինքը արդեն հիվանդ էր եւ մենք կարիք ունեցանք բժիշկներու երթալ մենք կացինք հայկական գարույցի դեղ բժիշկ ինչ որ անհասկանալի բարերով էին թիմում դե մեծ դարիքով մարդ
մարդիկ էլ գիտեք կրնալալ քիչ ավելի դժվարին գգնա որ օրինակ համար մեկ իրանց ասի որ դուք հայերեն չգիտեք կամ չեք հասկանում վիրավորական է այդ իրանց համար այդ դժվար էր այսինքն այդ օրինակի մենք ապրել ենք դրա համար շատ լավ է հիմա արդեն շատ զարգացավ ամեն ինչ եւ արդեն այս ինտերնետով Facebook-ով կամ ուրիշ հաստիկներով ուրիշ Շուտով գարած գտնես այսինքն Համաձայն եմ։ գարած հալեբից բժիշկ Հենց է դա լեզուի ալ պրոբլեմը չի լինելու ու չի լինում որը շատ կարևոր է որովհետեւ բժիշկի հետ պիտի խոսած պիտի բացատրես կամ ինքը քեզ պիտի ասի ավելի հարմար է Եվ առաջին քայլերը համալսարանում ինչպես էր հալեբից համալսարանը վստահ ուրիշ միջավայր է այստեղի միջավայրը ուրիշ է բայց նաև Արավելությունները որ հայեն բոլորը CZ ինչպես էր այդ անցումը Մերը գրնամ ասել շատ հաճելի էր որովհետև դե մենք ոնց ասեցի Հալեբի համալսարանի մեջ էինք սովորում արաբերենով բարձա բայց ոսե գանք արդեն European University մեջ նորեն գրուպ կազմված էր foreign ասենք օդար իրացիների համար էր full անգլերեն էր գրեթե ամենքը սիրիահայ էինք իրանահայ գար իրանի աշակերտ քաղաքացի գար իրար հետ շատ լավ մտնոլորտ էր մոդավոր 20-22 հոգի էինք եւ շատ մդերմացանք իրար հետ 20-ս էլ այսինքն շատ լավ էր հաճելի ժամանակ էինք անցկացում համալսարանի օրեր այսինքն լավ էր ավելի հոգերը քիչ էր հələ այդ ժամանակ կորց չկար կամ ինչքան դարիքը մեծանա մարդու այդքան մտածմունքներն է մեծանա, բայց լավ էր ընդհանուր առմամբ անգլերեն լեզվով էր, այդ շատ կարևոր էր մեր համար, որովհետև ես որ նոր եկա, իրականությունը հայերենը շատ դժվար է։ Հատկապես բնակավար Մարդիկ ասում են, որ Հայաստան ես գալի, դու հայ ես հեշտ է բան, ես այո ասում եմ հեշտ է, ես խնդրեմ չունեմ, բայց դժվար է այն առումով որ լրի մտածելակերպը դարբեր է, հայերեն լեզվի խոսակցականը դարբեր է, այո Բաներգավոր հայը հայա մնում, հայի այդ կարևոր բաները գա, որ մնում անույնը, բայց լեզվի հետ կապված սկիզբի շրջանը առաջի 2-3 տարին լավ դժվարություններ ունեցանք, որը ամեն մարդ է ունենում։ Իսկ դա դի չեմ կարծում խնդրեմ է։ Դե Գերմանիա ելնայք պիտի խնդրեմ։ Ես նույնը բիցեմ, բայց իմ համար ամենակարևոր ադե որ մենք որ Սիրիա եւ ինչպես ես քեզ արդեն ծանոթ եմ Լիբանանեն, մենք ընտանեկան սրբությունը գբահենք ինչքան ալլա հիմա կյանքը գփոխվի երկու քսալ գիտենք որ առաջվա բաները գամած գվերանա բայց ադիգա չի նշանակեր որ մենք չենք բահեր մեր ամենակարևորը իմ համար ընտանեկան սրբությունն է ընտանեկան հարկանքը իսկ հոս Երևանի մեջ գրնաս բահելադի Ինչ-որ աշխարհում եք գորածա ես ենթադրեմ նաև իմ հաջորդ հարցս է որ դուք այդ հարյուրավոր կամ հազարավոր մյուս Հալեբի հայերի նման չէիք որ բռնեցիք Կանադայի կամ Շվեդիայի ուղղությունը շատ ճիշտ է որ այս ծեր ասածը մեծ թեր գխա որովհետև այնտեղ բացակայում այս սրբությունները հոգևոր հայկականությունը էլ չասենք բայց դա արքա է իր բոլոր դժվարություններով եթե ուզում ես այդ սրբությունը բահել հատկապես մի դարիքի ես որ ուզում ես ընտանիք կազմել կամ ընկերներով լինել միշտ ստեղ բահբանվա գա այդ կորձիկը որ այո շատ ճիշտ է նորեն դիրան իհարկե մենք երբ որ որոշեցինք քալհոս դարբեր միտքեր գար Կանադայալ գար այդ ժամանակ արդեն ավելի թյուրին էր ճամփորդել որ դադարգային Սիրիան այո Սիրիահայերը համար շատ թյուրություններ գար եւ մենք իմ մորս քերայրը քերին ավելի ճիշտ է ընդեղ էր եւ ինքը մեզ շատ հեշտությամբ կարար հրավիրեր եւ մենք այդ արիթ ունեցանք բայց բաբան ողորմած կարծեմ ինքն էլ էս բաները իմանալով որովհետեւ ինքը եկել է բաբան եկել էր շուտ 80-ական թե 90-ականներին եկած էր բայց ինքն էլ կգարձեմ աբական մտածելով այդ բանին ուղվեց Գապ չունի մենք հոս եկանք նորեն գարատ թյուրությունները երբ որ մենք հոս եկանք մենք շատ մարդիկ կսեին ինչու հոս եկաք հոս այդքան լավ չէ Դեղացի կամ նույնիսկ այդ մարդիկ որ մեզ մե առաջ եկած են Նայած ինչի մեջ լավ չէ Իրենք կսեին իրենք անանք համոզված էին բայց իմ համար ավելի կարևոր է աբական երբ որ ես պիտի ընտանիք կազմեմ աբակային եւ պիտի հանկիստ մտքով իմ կորձին երթամ իմ ընտանիքը չմտահոգվեմ հենց ապահովությունն է մենք Սիրիայից եւ Լիբանանից եկած մարդիկ հաստատ գիտենք մեր համար իրիգունը ուշոտ դուրս գալ ինչ որ իվենտից միջոցառումից վերադառնալ շատ դժվար էր Սիրիայում եւ Լիբանանում մանավանդ աղջիկների համար ավելի վտանգավոր է նաեւ Ամերիկայում հիմա հենց դա երբ մեծ առաջարկեցին ինչի Կանադա չէ ինչի Ամերիկա չէ արի թունեք լեզուն լավ
եք տիրաբեդում, գնացեք շատ լավ արիտներ կլինի այնտեղ, բայց եթե նստես մտածես, ես արդեն այստեղ Երևանում, ոնց ասեց 2014 դեկտեմբերից, լավ 2015 եթե ասենք, արդեն 11 տարի է լինում, ես այստեղ գառուցել եմ ինչ որ քարեր, ես չեմ ուզում այդ քարերը թողեմ, գնամ ուրիշ տեղ եւ այդ զրոյից սկսել։ Ու նաեւ հաջիկով էս ապրում ստեղ, այդպես չէ որ զորով եք ապրում, այդ բանի նման չի, հնտիգի նման որ գնում է միայն փող աշխատելու, հետո իր երգիր դու գառուցում եք ինչ որ բան, որը հետակայում ծեր թորնիկներն էլ պիտի օգտվեն։ Ոչ թե ինչպես որ Լիբանան, Սիրիա եկա մեր նախահայրերը եկան, վերջը դարի եկա որ մենք ասենք որ հերիք այլևս եւ դեսան գտարի ափսոս որը քո երգիրը չի վերջը ոչ բայկարելու նպատակ ունես, ոչ պատերազմելու նպատակ ունես, որովհետեւ քոնը չի։ Եթե պիտի անես այդ բոլորը, արի քո արմատը ավելի լավ է ստեղ անել ամեն ինչ։ Ու նախ բոլորն էս նաեւ փախտավոր ենք որ մեր ապրած ժամանակը անգախ Հայաստան գար։ Այո մեր նախահայրերու ժամանակ չգար սովետի ժամանակ սովետի ուր գնան, ընդեղ գնան, սովետի ժամանակ վարակույրեր երգաթյա զորով 46-ին եկան, հետո հիաստապվեցին, բայց հիմա ունես անգախ Հայաստան, արի թե օգտվիր, արի աշխատիր, բոլորս էլ նույն խնդիրները անցանք։ Մենք ավելի դժվար, հետո եկողը ավելի հեշտ, այսօր ավելի հեշտ։ Ես գրնամսել դիրան թյուրին փան չի գա ցանկում, եթե թյուրին լա, ես ադոր գավադամ, որ թյուրին փամը որ գլա, թյուրինա գվերջանա։ Եվ շուտ գվերջանա։ Ավելի լավ է ցկտիս, քիչը չարչարվիս, թեգուզ նեղվիս, բայց վերջավորության արդյունքը քեզ ավելի գուրախացնե եւ գիշես այդ օրերը։ Իսկ համալսարան ավարտեցիք։ Այո։ Հետո աշխատանքի պիտի մտնեիք։ Ինչքան դժվար էր, հեշտ էր։ Ես ոնց նշեցի, երբ որ համալսարանի արդեն երրորդ կուրսում դե ցանկի դժվարությունները դունի վարձք է, դեղափոխված ես, ապրելակերպը դարբեր է, ցանկը թանկ է, ամեն դեպքում կորց պետք է լիներ։ Այդ ժամանակ արդեն որ ֆինանսական շուկան մտա, սկիզբի ժամանակ դժվար էր, բայց երբ արդեն սովորեցի եւ սկսա սիրել այդ ջուրը, արդեն ավելի հեշտ եղավ, ինչ որ կամպանիայում արդեն ես ընդունվեցի, աշխատեցա Ատկե հետո արդեն հիմակվա իմ աշխատած կամպանիաս արդեն հունիսին 5 տարի գլի, որ ես այդ կամպանիայում եմ։ Դե դու գել կոհեք 3 դե պարկազո կոհեմ որ մինչև հիմա 5 տարի է իրանց մոդեմ կրիպտոյի հետ կապված է, կրիպտո արժույթների հետ կապված է, ընդունվեցա սկիզբ առաջին իբր բարձ հաջախորդների սպասարկումի օֆիսեր, ասենք, այսինքն հետո արդեն վերահսկիչից հետո թիմի ղեկավար։ Իսկ հիմա արդեն ավելի փաստաթղթային բաներով ենք զբաղված, փաստաթուղթեր կստուգենք, մինչև որ արդեն այդ գառույցը, որ կրիպտոյով պիտի աշխատի, սկսի արդեն աշխատանքի ինքը վկայական պետք է ունենա անգլերեն ասած license այդ license ստանալու համար ինքը կարևոր է իր գառույցի ամեն թղթապանությունը համապատասխան լինի ինչ որ կարևոր կառավարության հետ կապված պետական թղթապանություն չէ պետական թղթապանություն դուք այդ բոլորը կանեք իրենց կդա չենք աներ իրենք կանեն մեզ գծույց կդա մենք կստուգենք մենք գնայենք review գնենք այսինքն կստուգենք գնայենք եթե սխալ բան կա թե չի գա սխալ բան կա արդեն իդ կսենք իրենց որ այսինքն պետքա դզվի պետքա շտկեք պետքա սարքեք շատ մի բնակավարը որ ինքը ակտուալ է ինքը առաջ գնալու դեղ ունի ընդհանրապես բարձր տեխնոլոգիաներն ու ֆինանսը Հայաստանի մեջ գնալու շատ դեղ ունեն նաև туриզմը նաև դնդեսական քյուրադնդեսությունը բոլորը ունեն դեղ գնալու դեղ համար որ ընդրել եք մի բնակավար որը ունի աջելու դեղ Չինայից շատ ուրիշ բնակավարներ ունեն աջելու դեղ, որովհետև սպասարկումը Հայաստանում բոլորս գիտենք, որ վադեր շատ լավացավ, թեր շատ դեղ ունի լավանալու բոլոր բնակավարներում։ Առաջվա բանկ մտնելը լրիվ դարբեր էր։ Առաջ հիմա ինչքան հաջելի է։ Ու կարևորը մարդիկ նկատում են, որ այդ սպասարկումը նաև փոխվում է։ Օգնում է բիզնեսը։ Փոխվում է եւ օգնում է։ Հենց այս օրինակով նորեն մենք 10 տարի առաջ որ եկանք շատ դժվար էր երբեմն դեղեր մտնեինք, մենք շփդայինք, իրենք մեզի գնային ուրիշ սև, որ այսին ինչու գժբդա եւ ես երբ նոր եկած էի ավելի մանրամասներ չեմ բատմեր, բայց ես հակոստի խանութ աշխատեցա 4 ամիսի չափ part time, որ նոր էի եկել, հենց 2014 դեկտեմբերի հունվարից արդեն սկսեցինք Ընդեղ երբ գալիս էին հաջախորդները, դե բարևցեզ այդտեղ սովորեցինք որ բարևցեզ են ասում, բարևցեզ եւ ժպտում էի, մարդիկ ասում օ ինչ լավ է ժպտում ես բան, իրանց հարցնում է ասին ծեր մոտ այդ ինչի չկա այդ բնավորությունը։ Հա, այսին իրանք հենց քո ասած իրանք ինձ ասեցին որ այդ անլրջության նշանը ասեցի
օքեյ, հարկում եմ դե մարդը իր գարձիկը ունի, բայց արդեն հիմա ոնց նշեցին, հիմա շատ փոխվեց է։ Շատ 180 աստիճան փոխված է։ Դե որովհետև գնացին դեսան այդ երկինել որ զարգացած է ոնց է օրինակ Ավստրիան որ ես ապրում էի, շատ մեծ խանութում մտնում ես մի տեղ որ հակուստ պիտի անես, մեկը տեսար շատ հերվից մեկը քեզ բարև ասում աշխատողներից մեկը։ Այդ մտնոլորտը դա ստեղծում որ նայեցեք մենք ցեզմով հետաքրքրված ենք դուք մեզ համար գարետ մենակ չեք այստեղ ու այդ մտնոլորտի մեջ դու ավելի լավ վաճառք կանես 100% ու դենց գնաց ծեր այսինքն բիզնես գնացի առաջ եղբայրը ինչ էր ծեր եղբայրը ավելի network-ով խորացավ telecommunication ոլորտի մեջ է SMS-ների հետ կապված ինքը արդեն հիմա network engineer է ծրագրավորման ջուրի մեջ ամտնում։ Ընկերության մեջ չեք։ Չէ, նույն ընկերության մեջ չենք։ Ժամանակին աշխատեցինք քիչ ժամանակահատված, բայց արդեն հասկացանք, որ երկու եղբայր մեկ ընտանիքից նույն աղբյուրը չունենալու համար ֆինանսը յանքա չգիտես ինչ կլինի, ավելի ճիշտ տեսանք, որ ամեն մեկս մեկ աղբյուր ունենանք։ Հա, ճիշտ է երբորյակ եք, բայց կարելի է դարձնել։ Հա, դե անշուշտ երբորյակ ենք, բայց մինչև երբ ու շրջաբադը ցեզ ես գիտեմ նաև որ դուք այդ մարդկանցից չեք որ միայն հայրենատարածքների հետ շփվող չեք մարդկա որ միայն այդ ուղղությունը բռնած չգիտես ինչի ու միշտ sense կարծիք ունի որ չէ միակ իրենք են ինձ հասկանում բայց դուք մտել եք նաև ձեր հոբիների շնորհիվ մտել եք ձեր սիրած բնագավառը սպորտը մի քիչ պատմեք այդ ուղղությամբ ու ինչպես նաև շփվում եք նաև հավասար թե հայրենատարածքների հետ թե Հայաստանի ծնվածների հետ որ իսկապես հաճելի է այդ ուղղությունները ես ուրեմն 2005-ից արդեն բասկետբոլի հաճախած եմ Հալեբում հայ բարեգործական որը շատ զարգացած էր բասկետբոլը Թելիպանանում թե Սիրիայում երբ որ բادرած չգար այդ թիմեն գխաղայի հոն արդեն սովորեցինք բասկետ եւ այդ սերը մտավ իմ մեջ եւ եղբորս մեջ ես ավելի խորացա եւ արդեն մինչեւ պրոֆեսիոնալ խաղացինք Սիրիայում արդեն բادرազմը սկսեց եւ ամեն սպորտը գանկնեց եւ երբ եկանք արդեն Հայաստան ստեղել շատ դժվար էր, որովհետև ստեղել այն ժամանակ զարգացած չէր։ Հիմա արդեն ես ալթունալ գիտենք ինչքան առաջ գնաց կա եւ երթալեն ավելի գզարքանագոր։ Շատ լավ բան է։ Արդեն ուրեմն 21 տարի է գխաղամ բասկետի միջոցով շատ ընկերներ ցերկ բերած եմ հայաստանցի։ Ինձ ադիգա ինչի օգնեց նախ ամենաառաջի երթին լեզուն։ Եթե ինչ որ լեզու մեկը պիտի սովորի պետք է խոսի այդ լեզուն այդ վախը մեջ են այդ ամոթ ամշնալու վախը ելլե մեջ են մենք ամենքս անգլերեն սորված ենք դպրոցները համալսարանը օքեյ գրնալալ մասամբ բայց եթե մեգումը հետ չենք կրծած շփվիլ այդ ամեն ինչ գգորի ես անցամբ 6 տարի ֆրանսերեն սովորել եմ մեր դպրոցում Հալեբում այդ արդեն արարգա էր որ պետք է անցնենք անցել ենք բայց հիմա շատ քիչ կրնամ խոսիլ ինչու որովհետև իմ քրեթե շրջաբադս հայերեն գխոսենք երբ որ պետք է արդեն անգլերեն գխոսենք կորձը ամեն անգլերեն է համալսարանը անգլերեն էր բայց այդ լավանալու համար անգլերենը խոսակցությունով եղավ ես չեմ գիտեր այդ մարդիկ ինչպես կմտածեմ որ պետք է միան սպիրկայի հետ շփվեն հիմա արդեն իրանք Հայաստանում են այստեղ չի գա սպիրկահայ կամ հայաստանցի հայը մնում է հայ իմ գարձիկով որովհետև կան շատ տարբեր գարձիկներ համ սպիրկահայների կողմից համ էլ հայաստանցիների կողմից երկուսին էլ հետ շփվել եմ գիտեմ մարդիկ ասում են չեմ գրնար հասկանալ իրենց խոսածը ադորամար չեմ ուզեր շփվել իսկ հայաստանցին ալ գսե դուք տարբեր ցև կմտածեք արագ կխոսիկ չենք հասկանար գոր նույն չհասկանալու բաժարն է որ չեն գրնար գոր իրար այդ տանտա խոսին բոլորը իրար հետ շատ հայերենը է եթե մնացեք սկսից այդ բարերը իմանալու որ ինչն էր որ չգիտեի հիմա սովորում ես հենց իմացածն է բասկետով արդեն շատ լավ առաջ գնացինք այնտեղ ոնց ասեցի պրոֆեսիոնալ էր երբ եկա Հայաստան այդքան չէր բայց արդեն 2018-19 թվականին առաջին պրոֆեսիոնալ լիգան եղավ Հայաստանում մասնակցեցանք
Արաքաձեր թիմին անունը, արդեն պրոֆեսիոնալ, որ ասում եմ, արդեն այսինքն Ամերիկայից էլ խաղացողներ էին գալիս, դրանից առաջ լիգաներ կար, բայց ամենքս հայերով էինք միան, բայց պրոֆեսիոնալ ոնց տունակի դես Լիբանանում, Սիրիայում ավելի դրսից խաղացողներ ա գալի, միջազգային ա դառնում։ Ազգային սպորտը ավելի Սիրիայում եւ Լիբանանում ֆուտբոլի հետ նաեւ, բայց Հայաստանում ազգային սպորտ չէ, բասկետբոլը ավելի անհատականներ են, շախմատն է, շախմատն է զարափարսություն, բայց պետք է նաև նշել, որ շատ զարգացավ վերջին մի քանի դարում։ Ես ինչու ես թեման բացեցի, որովհետև ուզում եմ նաև հայրենադարձել իմանամ, որ եթե իրենք ունին կողքից ինչ-որ սպորտ որ անում են, Հայաստանում գա է, որ առաջ գնաս ու խաղաս, լինի լող, լինի դա, չգիտեմ, վոլեյբոլ, ֆուտբոլ, գարաս քո ազատ ժամերը, ոչ միայն պրոֆեսիոնալ խաղաս ու քո հաջող։ Ես ոնց նշեցի, բասկետբոլը որ զարգացավ, մինչև բասկետբոլը զարգանալը գարձեմ ամեն մարդալ ցանոթ է ֆուտբոլի մասին Հայաստանի եւ ինչ լավ դեղեր գահասնին իրենք։ Ֆուտբոլը արդեն զարգացած է, վոլեյբոլը նույնպես, լողը նույնպես, բասկետբոլը արդեն վերջի դարիներին որ շատ ավելի զարգացավ, գրնալալ մենք շատ չի հասանք պրոֆեսիոնալով շարունակել դարիքի առումով, դարիքից ելնելով, բայց ամեն դեպքում երդասարտների երեխեքի համար շատ հաջողքի համար է։ Այսինքն շաբաթը գիտեք, դա է շատ կարևոր թեմա, որ տահլիճներ չկան։ Եթե ուզես հիմա վարձել տահլիճ, չկա, ազատ տահլիճ չկա։ Շաբաթը մի անգամ ենք խաղում, ուրիշ երկրորդ անգամի տահլիճ չկա, բացի ժամը 11-12-ին։ Ես նաև կվկայեմ, որ շատ լավ խաղացող է Ժանը, ես որպես մշտական խաղացող, ես մի անգամ եմ խաղում, բայց ինքը վստահ 5-6 անգամ խաղում եմ շաբաթը, ու նաև բասկետբոլը ինչու զարգացավ, աշխատողներ եղան մեջը, որը ստեղծեցին այդ ֆեդերացիայի մեջ դարիքային մրցաշարեր, այսօր հիմա 12 տարեկան, 14, 16, 18 Հայաստանի առաջնություն կա 20 ու նաև այս համար լինելու է Հայաստանի, այսինքն Եվրոպայի առաջնությունը 16 տարեկաների Երևանում, ինչպես որ անցյալ համար մինչև 20-ները եւ B division, այսինքն Եվրոպայի երկրորդ դիվիզիոնը շատ հիմա ով գահասկնա, արդեն ադիգա շատ մեծ բան է Երևանի համար, երբ որ հյուրընկալել է շատ հաջող էր, հիմա Հայաստանի համար քիչ տահլիճներ ունեցող, մենք տահլիճ որ ասում ենք, շատ տահլիճներ կա դպրոցների զալերում կա, բայց տահլիճ հենց բասկետբոլի տահլիճ որ պրոֆեսիոնալ FIBA-ի օրենքներով է, ճիշտ չափերով է, 2 հատ կամ 3 հատ կա, այդ քիչ ըլլալով Երևանի դարածքի իմանալով այդքան մեծ մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի բասկետբոլի լիգան 10 օր թե 15 օր հյուրընկալել, այդ շատ մեծ բան է այսինքն դրանասի, որովհետև մեկ հարցնում են ինձ ինչքան Հայաստանում ինչ ներդրում անենք եւ այլն։ Ես մի բնակավարը որ ինչ ներդրում անի, մեկը որ ուզում եմ մեծ ներդրում անի Հայաստանում, թող կա Երևանի դարածքում մի հատ տահլիճ իր լողավազանով, իր դարբեր ուղությամբ տահլիճներով, ինքը մի րոպե ժամանակ չունենալ արդեն ազատ։ Բոլորը գքան գվարցեն հենց մի օրվա մեջ ու դա լավ բիզնես է Հայաստանում։ Ու այդ տալիջները որ հիմա գնում եք, բոլորը չեն որ sense հաջելի են վարձելու, շատերը թերություններ ունեն, բայց այնուամենայնիվ մարդիկ տալիս են այդ փողը, որ այդ մի ժամ ու կեսը վարձակալ են։ Դիրան արդեն այդ մարդը, որ գփափակի ինչ որ բան ստեղծել եւ ներդրում անե, հաստատ կգտնե Երևանում շատ չսեմ բագաս, որ ճիշտ հնչվի, շատ արիտներ կա, այսինքն ոնց հիմա տուն նշեցիր, տունսիր զալ։ Ես գրնամ ասել հենց բասկետբոլի թիմ։ Գրնակալ եւ ներդրում ունել բասկետբոլի թիմ բանա։ Երբ որ մենք խոսում ենք Ալիգան արդեն Հայաստանի առաջնության լիգան է, որ 8-ից 10 թիմա մասնակցում ամեն տարի, ինչքան թիմերը շատանա, այդքան կզարգանա։ Երկու ինքը թիմում 3 ամերիկացի, 2 ամերիկացի դաշտում, բայց այս վերջի սեզոնը որ խաղացի, ես էլ արդեն էլի խաղացի, 3 ամերիկացի հետ ենք դաշտում խաղում, հա, 3։ Դե այդ արդեն ադի ֆեդերացիայի որոշումներ իրականում, ես էլ համաձայն եմ, որ 2 ամերիկացի լա, ոչ թե իմ միակ իմ անձնական
կրոնական շահումներից փխելով, այլ ընդհանուր հայերի համար, որովհետև դուք եթե պիտի հայերը զարգանա, հայերի բասկետբոլի այդ talent-ը պիտի դեսնվի, ցիրքերը պիտի երևա, պիտի խաղա որ երևա, ինքը նստելով չի գարա ցույց տա, եւ դրսի մարդիկ որ պիտի տեսնեն այս հայ խաղացողը լավ է, պետք է թաշտում տեսնեն իրեն։ Ադե որ շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է նաեւ ժողովուրդը պիտի դե հա, օքեյ, երեք ամերիկացի ավելի հաճելի է գնալ, բայց նաեւ կան մարդիկ որ իրենց ծնողները, իրենց ընկերները ուզում են իրենց երեխան տեսնեն թաշտում, ու այդ երեխան եթե մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ չխաղաց, արդեն կարող է իր հավեսը գդրվի ու չխաղա այլևս։ Հենց է դա, իրեն արիտները արդեն։ Բայց օրենք ալգա որ պետք է փոխվի, այս մարդիկ որ պետք է ներդրում անեն։ Հայաստանում թեր ազգային ժողովը այդ օրենքը չի ընդունել, որ եթե սպորտի մեջ տուն ներդրում անես, տուն քո հարգային առավելություններ ունենաս, ինչ-որ աշխարհով մեկ կա։ Այդ պետք է արվի, որովհետև դա օգնում է սպորտի զարգացումին։ Անշուշտ, հիմա ներդրում անողի համար իրեն համար ամենակարևորը իր մուծումներն է եւ գարավարական մուծումները նամանավանդ։ Երբ որ մեկը բիզնես պիտի փանա Երևանի մեջ, ամենաառաջի հերթին իր հաշվարկի մեջ որ գնայի, ամենաառաջի հերթին գնայի ինքը ինչքան գարավարության մուծում պիտի անի, որ հասկանա հարգայինը։ Ինչու աշխարհում եք ֆուտբոլի խումբեր կա, գտեսնեք Եվրոպայում ամեն 5 սանտիմետրը մի հատ լոգո կա, չէ՞, հագուստի վրա։ Ես միշտ զարմացել եմ։ Ինչու՞ որովհետեւ այդ մարդիկ իրենք ներդրում անելով դա սպոնսորություն, իրենք հարգային դարվավերջը առավելություններ ունեն։ Այդ ստեղծված համակարգը նորություն չէ, չենք ասում նորություն, բայց այստեղ Հայաստանում պիտի երթաս կամ ցանոթի պիտի խնդրես, ասես որ մի հատ սպոնսորություն այցիկա այդ չի աշխատի։ Չէ, անշուշտ աշխատի, այդ թյուրությունները պետք է անպայման լա, չէ թե ամեն ինչը ավելի լավ գլա իմ կարծիքով։ Երկրորդ անգամն եմ որ խոսում ենք այս թեմայի մասին, հուսով եմ լսող լինի ազգային ժողովում մի օր լսենք որ այս սպորտի հետ կապված ներդրումը ունենա ավելի առավելություն եւ թյուրություն ունենա, այսինքն ավելի հեշտ լա այդ գործողությունները որ դեղի է ունենում թղթապանության հետ կապված։ Անշուշտ եւ ինքը շատ օգուտ է, այն անգամ էլ ասեցինք, ուզում եմ գրկնեմ նաեւ որ եթե առողջ ժողովուրդ ունենաս, անշուշտ շատ ավելի հարկ ստանաս, որովհետեւ ուղղակի որ առողջ է, նախ ավելի լավ կաշխատես եւ ավելի շատ արդյունք կուտաս ու վերջում ավելի շատ հարկ կվճարես ու նաև այդ առողջ մարդուն տուն մեծ լարիկով իրեն փուժումի գարիք չես ունենալ, որպես դեդություն եմ ասում, որովհետև արդեն մարզանքով է լավ մարդ ու մտնոլորտ ու ամեն ինչով օգտակար է։ Շատ բաներ դիրան խելքե դուրս է, երբ տուն միան կմտածես որ բասկետբոլի կամ ֆուտբոլի կամ ինչ որ մարզանքի աստեցությունը ցանկի վրա։ Հիմա որ տուն ինչեր շարասիր, այսինքն տուն ասիր, ասինչին գոքնե, անինչին գոքնե, գրնանք մինչև վաղը խոսել, շատ երկար է, միան այդ թյուրությունները պիտի լա, որ մարդիկ քաչալերվին եւ քան արդեն այդ ներդրումը անեն, որովհետեւ շատ հայեր կան, որ հիմա դուրսն են եւ իրենց համար շատ հեշտ է, շատ իրենց համար ընդհանրապես խնդիր չէ քան եւ ներդրում անեն։ Բայց եթե իրեն թյուրություններ դաս որպես ներդրման հարգային թյուրություններ ինքը շատ ավելի արագ կսարքի հալիջը, շատ ավելի արագ սպոնսոր գանի ինչ որ արդյունքն էլ արդեն շուտ կստանաս ու քո երդասարտությունը ջամփաները գեցած ձխախոտներով չի կանգնի, սպորտի նաև գանչի այնտեղ ու դրա համար է կքաչալերվեն երեխեքը։ Սիստեմը եղել է Եվրոպայում, Ամերիկայում, ինչու՞ չէ մեր մոտ։ Այո, հույսով ենք։ Իսկ ծեր պլանները ինչ են հետակա Ժան։ Պլանների մասով հիմնական ես քրեթե կորձով եւ բասկետբոլով եմ, հիմա ես արդեն 31 տարեկան եմ, չեմ պլանավորում բասկետը թաթարեցնեմ, ինչ որ մոտ ես չեմ թաթարեցնում բասկետով չեմ գրնարսել, եթե դեղ գրնամ հասնել, որովհետեւ միտք չունիմ շատ թեր ջամփորտելու, Երևանի մեջ եմ, կորձս առաջ գնա եւ արդեն կհասկանանք ժամանակի ընթացքին ինչ արիտներ գլա եւ արդեն ընտանիք կգազմենք մոդադեմ եմ հուսով եմ հաջորդ հարցազրույցի ժամանակ ընտանիքի մասին կխոսանք ու ծեր խորհուրդը նաեւ ծեր նման երդասարտներ որոնք դուրս գաբրին իմ խորհուրդը գլա անպայման թողքան թեգուզ իրենք եթե կհամարեն ադի փորձ թողքան եւ մեկա թող աբրին հոս թող փորձեն իրանց սիրածը, իրանք ինչով որ սպառվում են, կորձ լա, հոբի լա, թող կան փորձեն, եւ ես 100% վստահ եմ, իրենք շատ կսիրեն եւ կփապակին մնան, որովհետեւ Հայաստանի մեջ ամեն ինչը գա։
Այսինքն մենք եթե միշտ համեմատում ենք Եվրոպայի ժողովուրդը գիտենք, որ կորձից հետո չի հասցնում ոչ մի բան անի, այլ չգիտեմ, արդեն ես չեմ եղած Եվրոպա, իրենց կորձը ավելի ծանր է կամ իրենց կյանքը ավելի դժվար է կամ գկարծեմ ավելի սուղությունն է։ Ես մարդկանց հարաբերությունները շատ սառն են։ Երևանում տուն ամեն օր քնա, ամեն օր գրնաս երգ երթալ, գրնաս բարախումբի երթալ, գրնաս թատրոն երթալ, գրնաս սպորտի երթալ, հաջելի ժամանակ անցկացնել, կորձից դուրս ամենքս ալ կորձերն շատ կսիրենք, բայց այդ ռեալիտին գա որ հաջելիա կյանքն էլ կորձից հետո այսինքն այդ բաները Հայաստանում շատ է եւ ապահով ամեն ինչ եւ ավելի սիրուն դեղեր կան չմոռանանք մեր արդեն լման Երևանի Հայաստանի այսքան դարվա բնությունը եւ այսքան դարվա պատմությունը թուն ուր որ երթաս պատմություն կա չես երթար միան բադ տեսնելու կամ միան խաչքար տեսնելու ամեն մի բնություն գրնալ ամեն մի ձար արդեն պատմություն ունի որը շատ հաճելի է հազարավոր դարիներ որ արդեն ամեն աշխարհով մեկ գկիտնան ադոր մասին հաբարդինք մենք դրա համար եկել ենք ստեղ ու ապրում ենք մեր երեխեք մեր թորները Գաբրին ու Գարոցեն էս երկիրը դարձնել են երազի երկիրը որ մենք բոլորս ցանկանում ենք շնորհակալություն Ժան ես մերսի լավ զրույցի համար մերսի շատ դիրան հրավերի համար նորեն ինձ էլ էր շատ հաճելի հաջողություն կմաղթեմ ցեզ նմանապես ցեզ էլ ցեր եղբորն ցեր ընտանիք մերսի շատ դիրան